1000 փառք մեր ընկերների հիշատակին, որոնք չվերադարձան։ Ազար ներողություն, որ ուշացել եմ, հեստոր ռադիոյով իմացա, որ ինձ թավադա եք նշանակել։ Շատ շնորհակալ եմ, բոլորիցդ հոգաչափ շնորհակալ եմ, ես իմ աղբոր կողքն եմ նստել։ Ով է նստել այնտեղ, սեթրանքի կողքին։ Իվերկաստեսեմ, Ռաֆիկ, իվերկաստեսեմ։ Ես իմ աղբոր կողքին եմ նստել։ Լավ, աստված Բագրատից, հերքնել է առել։ Բա։ Բա որ կողքս նստենք, թողնեի վրատ խոսեն։ Ես գիտեմ, Նատալիա ջան, քո ուշ միտքը սեթրակն է։ Եմ խելքին է։ Բա։ Թեթավորական խորոված, որդողնել ած կոլեն չոտողնել։ Սեթրակ ջան, մենք իմացանք, որ այդ միավոր նստուգումները… Բագրատ, եղի բան ասա։ Հիմա, դու ես անցկացնելու։ Նա եթե տղին մի բան պատահեց, ես ոչինչ կներեմ, ոչ էլ քեզ։ Միայն ծիծակից տաս։ Սեդրակ, ինքն էլ մի մաքուր, ազնիվ, սիրուն, ամեղ տղա։ Բողը։ Ուրդիկ սուսպուսըտել, կե բարեք, հաղթանակի օր է։ Մենան մագնիզախունիցիոնը բարձասեք, պարկանք, վերգասեք։ Շերուզոր դու հնչում ես իմ անուշտավիր ասես աղբյուր գարգաչում ես իմ անուշտավիր մեր տվալինս ես մեր ծիդաղում դու անխոսան պար սրդիս ծայնով Ուզում են իրենք գործ անեն, բենիկն էլ օրինապաշտ, կարգով, կարգ սիրող մարդ, բա այդպես բան կանի, հասկանում ես մարդիկ էլ դրսից, որ բերել է թշնամացել է հետը, մեջքս շատ վատ է, ես վերջը շատ վատ է։ Շանմազը լավ օգնում է։ Չէ, շանմազը չի օգնի։ Ես խավորն եմ իրար տուն գնալ գալ կա բարեգիշ, ասպասի, հրամիտ ես, ավանում ես, հետ ինչ, են մեծիտ հետ կպող ես, չէ, Չեկինապետ, չեմ հավատում, այդպես իս լավն է, սասի, բռնեք դրա, սետրակ, ավասակ։ Հայ ժողովուրդը սովետական մյուս ժողովուրդների հետ միասին
ռուս մեծ ժողովրդի գլխավորությամբ իր հերոսական մասնակցությունը բերեց համայն աշխարհի գլխին որպես ճարիք ծառացած ֆաշիզմի դեմ։ Մեր մի բուռ ժողովուրդը շուրջ 650,000 զինվոր տվեց ռազմաճակատին։ 70-ից ավելի փառաբանված զորավարներ՝ Բաղրամյան, Իսակով, Խուդյակով, Բաբաջանյան, Սաֆարյան, Զաքյան, Մարտիրոսյան։ Մենք հպարտ ենք, որ ֆաշիզմի դեմ պայքարած հերոսների թվում անմահացան մեր ազգի զավակներ Հունան Ավետիսյանը, Նելսոն Ստեփանյանը եւ շատ ուրիշներ։ Մեր զավակներն իրենց արյամբ հաստատեցին հայ ժողովրդի ապրելու, գոյատևելու իրավունքը, վաստակեցին խաղաղության, երջանիկ ապագայի, ստեղծագործ աշխատանքի իրավունքը։ Նրանցից շատերը չվերադարձան։ Ով է։ Նրանցից շատերի աճյունները իրենց ռուս, Ով է։ վրացի, բելորուս եւ այլ ազգերի զավակների աճյունների միասին մնացին Հարիդյանը սանդիչելու Ստալինգրադից մինչև Բերլին ուղղած անձայրացիչ տարածությունները։ Փառք տան նրանց։ Հավերժ փառք։ Թող երբեք մեր ողջունը չմարի նրանց։ Դուք հավանաբար բոլորովին մոռացել եք իմ գոյությունը։ Ես ես այդ շատ կարևոր մի խոսակցություն ունեմ։ Գիտեմ, որ ձեզ համար անախորժ է, բայց ես ուրիշ ելք չունեմ, հարկադրված եմ։ Հասկանում եմ, հաղթանակի 30-ամյակն է և ձեզ որպես վետերանի հավատացեք, իմ խոսակցությունը շատ կարևոր է և անհետաձգելի։ Ներս եկեք։ Ոչինչ չի փոխվել ձեզ մոտ։ Հարևան շենքից մի պարավ կնոջս մահից հետո գալիս է ամեն ինչ անում փողով իհարկե։ Համեցեք։ Սուրճ պատրաստեմ։ Կարիք չկա նեղություն կրելու։ Ես անախորժ խոսակցության համար եմ եկել, համենայն դեպս ինձ համար անախորժ։ Եթե ծայրահեղ անհրաժեշտությունը չստիպեր այս քայլը չէի կատարի։ Դուք գիտեք, որ ես աղջիկ ունեմ։ Գիտեմ։ Նա շուտով 5 տարեկան կդառնա։ Ես ուզում եմ, որ Սիմոնը Դոնարային մեր աղջկան տիրություն հայրություն անի։ Եվ դուք էլ ձեր հերթին պետք է ընդունեք, որ նա ձեր թոռն է։ Զարմանում եք։ Ոչ։ Ուղղակի չեմ հասկանում ինչի մասին եք խոսում։ Ես ուզում եմ ասել, որ Սիմոնն է Դոնարայի հայրը։ Ասացեք դուք իմ փոխարեն ինչ կմտածեիք։ Երևի դուրս կվրընդեի, կամ էլ կաշխատեի հավատալ, հասկանալ։ Այդ դեպքում ստիպված եմ մի պարզ բայց էական հանգամանք նշել։ Նշեցեք։ Դուք Սիմոնից բաժանվել եք 6 տարի առաջ, ճիշտ է։ Ճիշտ է, իսկ Դոնարան 5 տարեկան է։ Այո։ Բայց այնուամենայնիվ Սիմոնն է նրա հայրը։ Հաղորդում ենք համերգ։ Ես կարող եմ, եթե դուք կարիքի մեջ եք։ Ձեզ պահեք ձեր դրամ, ինձ դրամ պետք չէ։ Փոքր տղաս։ Կիմը ինձանից փող չի ընդունում, ես էլ կմխիթարվեմ։ Խնդրում եմ կիմին չխառնեք այս խոսակցությանը։ Դուք բաժանվել եք 6 տարի առաջ։
Իսկ Դոնարան 5 տարեկան է։ Այո, մենք բաժանվել ենք, բայց Սիմոն այցելում էր ինձ։ Ձեզանից ծածուկ։ Մենք ձեզ խաբել ենք։ Նա։ Սեմոն, շտապար իրից մոտ, հարի կիմանաս ինչ է պատել, հա, Վիկտորիան է այստեղ, հա, ես էլ եմ զարմացած, ինչ ես ուզում չեմ հասկանում, խնդրեմ, Առանց ձեր միջամտության Սիմոնը ոչ մի բան չի ընդունի։ Ես ոչինչով չեմ կարող ձեզ օգնել։ Դուք պետք է օգնեք, որ Դոնարան հայր ունենա։ Ես պետք է գտնեմ Դոնարայի հորը։ Շանտաժն էր պակաս։ Շատ եք ծերացել, Սեթ Սիմոնիչ։ Ես լավ եմ ճանաչում ձեզ եւ ձեր ընտանիքը։ Բայց ուրիշ ելք չունեմ։ Ելք չունեմ։ Սա ինչ բան է։ Պապ, թոր։ Չգիտես ինչ։ Չեք էլ ամաչում առաջ գոնե։ Հպարտություն ունեիք։ Նախալկը։ Լավ եմ ճանաչում ձեր ընտանիք։ Այստեղ է։ Գնաց։ Ինչ էր անում։ Այսքան ժամանակ ինչ էր անում։ Խոսում էինք։ Այ քեզ փորձանք։ Երբեք չէի մտածի, թե նրան նորից կհանդիպենք։ Մարդ չգիտե ես բոլորին ինչ անուն տա, ինչ խոսեմ, ինչ բացատրվենք։ Դա։ Ինչը դա։ Հիմա ասա ինչ է ուզում քեզնից, դրա համար առաջարկեցի հրաժարվեց։ Ես էլ առաջարկեցի, մերժեց։ Ինչ է ուզում։ Վիկտորիան երեխայի համար հայրական ազգանուն է ուզում։ Իմ ազգանունը։ Մեր ազգանուն։ Այո, մեր ազգանունը։ Նրան ավելի բան չի հետաքրքրում։ Ասում է, դու հրապարակորեն ընդունիր, որ Դոնարան քո աղջիկն է։ Եվ վերցրու։ Կամ ես ոչինչ չեմ հասկանում, կամ այդ կինը դարձել է շանտաժիստկա։ Ես էլ չեմ հասկանում։ Վրեժը լուծում ինչ է անում, չեմ հասկանում։ Սիմոն։ Երանի իմանայ, որ Դոնարան քո երեխան է վերցնեի պահեի, հա։ Վայ հայրիկ ջան, ինչ ես ռիման է։ Ես կվացեմ։ Շնորհավորում եմ, Սեթ Սիմոնիչ։ Այդ բոլորը իզուր ես բերել, տան ամեն ինչ էլ կա։ Ես իմ անտրիկ կպատրաստեմ։ Սիմոնը ինձ ասել է, որ դուք
Տաբակած կարտոֆիլ եք սիրում։ Մալեթի շունես։ Երբևէ մտածել ես, որ մեռավ 40 տարեկան էլ չկար։ Նայեմ են Վիկտորիային ասես ջահել աղջիկ լինի, թեկուզ ամուսնացնես։ Սրտի դար չլնի, գուցե սիրեկաներ է պահում։ Դու էլ բան ասցիր, սրտի դար չլինի, սրտի դար չլինի։ Ոչ ես այցելել նրան բաժանումից հետո։ Այսինքն ինչպես թե։ Գուցե կարոտել ես կամ ուզել ես միանալ, ես շատ գիտեմ։ Ինչ ես ասում, հայրիկ ջան, բա տենց բան լիներ ես քեզ չի ասի։ Լավ, գիտեմ մի կախ։ Թող դարդանի նա ում խիղճը հանգիստ չի։ Руки вниз, проделайте немотовые движения влево, Մի րոպե սպասեք։ влево, право. Երբ կա մեկ բանալի չեմ օգտագործում անհարմար է։ Ոչ մի հարմար բան չկա, լսում եմ։ Աղազերեն։ Իսկ ինչ է պատահել։ Լավ։ Հիմնարկից կգնանք միավորում։ Մեր ստացած սիգնալները 100-ին 100 ճիշտ են։ Այդ միավորումը միության բոլոր քաղաքներից պլաստիկա են ստացել։ Սպասիր։ Ես ներկայանամ դիրեկտորին։ Չէ։ Այդ տղա եկել են ինձ ստուգելու։ Ինչի չես հավատում, չի հավատում։ Ինչ է ծիծաղում, ինչ ամենք սովետական հիմնարկ չենք։ Չէ, Գարուժ ջան, այս ամեն ինչ բարեհաջող կվերջանա, հետո ոնց կհրամա ես նենց էլ կարվի։ Հա, եղավ։ Շատ շնորհքով լավ տղա է։ Ալո։ Слушай, прекрати ради Бога, հա, ձեր համաստեղ համբալ չենք։ Ես կարճ եմ ասում, դու երկար հասկացի։ Հա։ Էս այ մորը։ Հա, լսում եմ։ Այ ընկեր, այ քաղաքացի, այ հոգուտ մեռնեմ, ոնց վերադասը ասի էնպես էլ կարվի, մենք շարքային կատարող մարդիկ ենք, այ աֆերիստ։ Դու բա ոնց խոսամ, դիմացս պատվարժան մարդանստած ինձ զսպում եմ։ Ահա, առավոտվանցեն մի բան չեմ դրել բերանս։ Հիմա որ ճիշտ խոսանք ընկեր Բարոյան, խոսքի օրինակ, մենք էլ վետերան ենք էլի։ Վետերան չենք, բա ինչ ենք։ Այն կրվի տարիներ երեխա վախտներս թերսնման պատճառով այնքան քուսպ ու զիբիլ կերանք, ոչ ստամոքս մնաց ոչ բան։ Հիմա էլ սրանց հետ ենք կռիվ տալիս։ Ահա։ Օբյեկտ, հիմնարկ, օբյեկտ։ Օթել չկա, որ շնչենք։ Կիսլարոդ չկա, ընկեր Բարոյան, կիսլարոդ չկա, որ շնչենք, այս հենց սաղ բերել հավաքել եմ իմ շնչածն է սա։ Դու գնա։ Դե լավ, ինչ որ այա։ Բենյամին Սերգեյիչ։ Ընկեր Բարոյան, ես փաստաթուղթը նայեք։ Նայր։ Հա, ինչ է։ Սպասիր։ Սպասիր, չէ։ Սպասիր։ Ով է խոսում։ Ինչու չեք խոսում։ Ես Դոնարան եմ, իմ մայրիկը Վիկտորիան է։ Ինչ ես ասում, մամ։ Ինչ է ասում։ Ոչինչ չի ասում, շնչում է։ Ընկեր Բարոյան, խնդրում եմ, մի նայեք այս փաստաթուղթը։ Դիրեկտորի առանձնասենյակից սկսած, ամբողջ շենքում մի մետր յուղաներ չեք գտնի։ Այս խմորը շատ ջուր կվերցնի։ Բա։ Իզուր եք ուրախանում Վարդան, այսպիսի բաները ինձ տխրեցնում են։ Չեմ ուրախանում, ընկեր Բարոյան։ Ես ուրախանում եմ։ Բա ինչ ես անում, տուպոյ։ Համեցեք։
Ներեցեք ես հիմա։ Դուք ուզում եք, որ Սիմոնը Ռիմայից բաժանվի եւ օրինական կարգով ձեզ հետ ամուսնանա։ Ոչ։ Ես ուզում եմ, որ Սիմոնը հրապարակորեն ընդունի Դոնարային, տա նրան իր ազգանունը եւ վերցնի երեխային։ Պարզ է։ Որոշել եք ամուսնանալ եւ երեխան ձեզ խանգարում է։ Այո, խանգարում է։ Ինչու այդպես խիստ։ Չէ՞ որ հարազատներ ենք եղել։ Խնդրում եմ հարազատության մասին չխոսեք։ Գիտեք, որ կեղծում եք։ Երբ նույն հարկի տակ ենք ապրում, դարձյալ հարազատության մասին խոսք լինել չէր կարող։ Գիտեք ինչ, երկար բարակ խոսելու փոխարեն ես ուզում եմ ձեզ մի բան ցույց տալ։ Մոտեցիր քերուն։ Գնա, Դոնիկ ջան։ Մոտեցիր։ Գնա պատշկամբ։ Գնա պատշկամբ։ Ես այլևս ոչինչ չունեմ ավելացնել։ Մամա, սպասել ես կբացեմ։ Հիմա։ Ապրեք, շատ ապրեք, որ եկել եք։ Ես ինչ է, դասերից փախել։ Չէ, Պետրոսյանը չէր եկել։ Ներս անցեք, երեխաներ։ Պապկենը նորից կռիվ է արել։ Պապկեն, նորից կռիվ ես արել։ Պատմի հերոսությունը։ Ինչ պատմեմ։ Սուրիկ, գուցե դու պատմես։ Քիմիայի դասին պատահաբար Սոնիկը թունթափել։ Ռուզանը Սոնիկին հրեց։ Սոնիկն նրան ասեց հիմա։ Դու Սոնիկին ու Ռուզանին հանգստող։ Ասա ինչու եք դասերից հետո դու բամբի հետ կրթվել։ Չեք ծեծկրտվել։ Չենք ծեծվել։ Ինչպես չէ, դեռ կապուտները ձեր չեն ասել։ Դոնարան քո աղջիկն է։
Այդպես ձգված մի նստիր դատարանում չես։ Ես ասացի մի բան, որ դու գիտեիր։ Դոնարան քո աղջիկն է։ Ներսե ինչ ես մտադիր անել։ Դու գիտես, թե ինչ է պահանջում Վիկտորիան։ 5 տարի լռել է, հիմա պատին է սեղմում, ահա բեկում։ Սիմոն, դու Դոնարային տեսել ես։ Մի 2 անգամ, փողոցում։ Կամ դու կամ Վիկտորիան ավելի շուտ երկուստ էլ միասին սրիկաներ ու խաբեբաներ եք։ Այ դու ինձ ստիպեցիր, որ ես քեզ հետ այսպես եմ խոսում։ Երբ Վիկտորիայից բաժանված էիր, այցելում էիր նրան։ Պատահել է։ Ավելի լավ չէր գնայր քաշ գայրում հետ պատահեր։ Մի մոռացիր, սիրել եմ։ Սիրել եմ։ Բալի շուրթերով իմ հեքիաթ։ Իրող կոնտրոլ լիներ իմ ընտանիքի հարցերը քններ։ Հրաշալի չքնախ երեխա։ Առաջի երեխան առանց հայր մեծանում։ Եվ հետո նա մայր ունի։ Մայր ունի, որ այսօր եկուց կարող է նորից ամուսնանալ մի էշի հետ, իսկ երեխան տեսնում եք խանգարում է։ Վիկտորիան ամուսնանում է։ Սիմոն, եթե դու բան չունես ասելու, ես կվեսնեմ երեխային։ Լսում եմ։ Խնդրում եմ եկեք ինձ մոտ կարևոր խոսակցություն ունեմ ձեզ հետ։ Բայց ես ինձ վատ եմ զգում, Սեդրակ Սիմոնովիչ։ Ինչ է հիվանդ եք։ Հայ դեպքում Ես պարկած եմ։ Լավ, ինչ եք առաջարկում։ Ժամանակը։ Ժամանակի մասին վաղուց պետք է մտածած լինեիք, իսկ հիմա իր բանը բանից անցել է։ Լավ, կգամ։ Չկարծեք, որ Սիմոնին եմ պաշտպանում, չէ։ Չեմ ուզում ձեր կամ Սիմոնի դատավորը լինել։ Հիմա կարևորը ձեր արարքի հետևանքն է։ Պարզում է, որ երեխան խանգարում է հորը, որ նոր ընտանիք կազմի, խանգարում է և մորը։ Հանցագործ եք դուք, հանցագործ։ Ձեր և Սիմոնի մեջ սեր չի եղել, չէ։ Երեխա էր Սիմոնն այն ժամանակ, երեխա։ Իմ հասակը ինձ թույլ է տալիս ձեզ հետ անկեղծ խոսել։ Շատ եք ծխում։ Ձեր առողջության համար եմ ասում։ Իմ ծխելն իմ առողջությանը կհերիքի։ Ես էլ եմ ուզում ձեզ հետ անկեղծնել Սեդ Սիմոնիչ։ Ես հիմա դες կպատմեմ, թե ինչ փորձառուկին էի ես եւ ինչ անմեղ չարաճճի երեխա էր Սիմոնը։ Ապրում էի հանրակացարանում։ Պատահաբար ծանոթացա Սիմոնի հետ։ Ընկերուհիներիցս մեկի ծննդին։ Նախքան Սիմոնը ես հանդիպում էի մի լավ տղայի հետ։ Բայց Սիմոնին տեսնելուն պես ամեն ինչ փոխվեց, տակնու վրա եղավ։ Ես կարծես ուրիշ մարդ դարձա։ Առաջին անգամ հասկացա, թե ինչ բան է սերը։ Օրհնում ընկերուհուս նրա ծննդյան օրը։ Սոսկումով էի մտածում այն մասին, թե ինչ կլիներ ինձ հետ, եթե չհանդիպեի Սիմոնին։ Քանի գիշերներ ենք լուսացրել թափառելով փողոցներում։ Դուք գիտեք, որ ես վաղուց եմ կորցրել ծնողներիս և ոչ մի հարազատ չեմ ունեցել։ Սիմոնը իմ միակ հարազատը դարձավ։
սպասում, որ աղջիկ ես։ Ամփորձ միամիտ օրիորդ։ Ինչ։ Ասում եմ, չի սպասում, որ աղջիկ ես։ Ասում էիր, 2 տարի մանես եկել են, անունը ինչ էր։ Ասենք թե հետո։ Ինչ հետո։ Մանգալ ասելով ինչ ես հասկանում։ Դե, սիրել եք իրար։ Եթե իմանայիր, որ ես այսպիսին եմ, եթե իմանայիր, որ ես աղջիկ եմ։ Դե, ինչ ասեմ։ Ես այսպես կմոտենայի քեզ, և հետո վերջապես Բարոյանների ընտանիքում։ Որոշ ժամանակ անց ես իմացա, որ երեխա եմ սպասում։ Մենք ամուսնացանք։ Սիմոնը ինձ տուն բերեց։ Չէ որ ես ոչ մի հարազատ չունեի։ Տիկին ազնիվն էլ շատ ծանր էր։ Բա, ծանոթացիր, սա Վիկտորիան է։ Մա, ծանոթացիր, սա Վիկտորիան է։ Բարգեցրեք ինձ։ Բարև Վիկտորիա։ Բարև կին։ Դուր։ Սետրակ, սա հասուն կին է, սա կուտի մեր տղային, Սիմոնը սրա մոտ մի մատ երեխա է։ Դուք մոռանում եք, որ նա իմ կինն է։ Բա։ Այ տղա, Շեկոյանի աղջկան ասեմ, Վարդումյանի աղջկան ասեմ, մեկը մինիստր, մյուսը ակադեմիկի աղջիկ, իմ ցավը ինձ հերիք չէր։ Վերցրեք։ Դուք մոռանում եք, որ նա հղի էր, պարտիայի շարքերը պետք է անցնեի որոշվում էր իմ դիրեկտոր դառնալու հարցը։ Բոլորը չէին խայտարակվելու։ Ճիշտն ասած ես վաղուց է որոշել գնալ։ Մորը սիրտը չի ուզում կոտրել։ Իսկ հիմա ինչ որ մարդիկ գալիս գնում, ուտում, խմում, ծիծաղում, հետո մեկ էլ լրջանում ու կենաց խմում։ Իսկ կանայք էլ այնտեղ բամբասում։ Գիտեմ կին, գիտեմ, բամբասում են։ Մորս անունը որ չեն տալիս։ Հերս ոնց է դիմանում։ Նրա համար ես բարոյան չեմ։ Հա, սա էլ կտաս հորս։ Ես գիտեմ, եթե նրան հանդիպեմ, նորից մի բան կփոխվի։ Ստեսում։ Կիմ։ Հաջողություն քեզ, Կիմ։ Լսում եմ։ Չզանգարեցիր։ Սիմոն Վիկտորյան երեկվանից մեզ մոտ է։ Չհասկացա։ Ինչպես թե։ Ես քեզ հետո կզանգահարեմ։ Միայն անպայման զանգարիր, ես կսպասեմ։ Լավ։ Լսում եմ։ Սեդրակ ջան, Բենիկի մասին եմ ասում, հիշում ես, չէ՞։
Ցավոք մեր շատ ղեկավարներ կլաուզային նշանակություն են տալիս։ Դեռ անունել հնարել են, սիգնալ։ Հայ հույ, լսում ես դեռ։ Դոնարային ում մոտ եք թողել։ Գիտեք ինչ։ Բերեք նրան։ Ձեզ Սիմոնիչ, ես շատ եմ հոգնել։ Դժվար թե կարողանամ տնից դուրս գալ։ Բերեք, ես խնդրում եմ։ Ես շուտով տուն կգամ։ Բարև ձեզ։ Սա է, կերացնել կանաչի չի։ Սոս։ Ափսոս, որ չեմ կարող այս թղթերի թաքուստներ էլ կարել։ Ոչ լվանալ է պետք, ոչ հարթուկ է։ Մաշվեց դեն գծիր։ Աչքդ լույս, տղայը, մաղարիչը քեզնից։ Վախը առնենք մեր իգիթի, ոսկե բլազուկ ունենա։ Ադամանտի պես թող փայլ տա, ոսկու պես թող շողա։ Արի բոլոջ, Արի Սիմոնիկ ջան, Սիմոնիկ ջան, Meydan cagat, kamarker, sevsevaçer, baklaktit nuş veranik, yergar uzik, jove voskoy, jove mesik, nosim balar, Tiatsani kanaçkarları kapın baliz gılmışım Սիմոնի շորերն էի մաքրում։ Գրպանից ես թուղթն ընկավ։ Կրացա, որ վերցնեմ։ Աչքս ընկավ բալի շուրթերով իմ հեքիաթ խոսքը։ Մոռացել ես Սեթրակ, երբ սիրահարված էիր ինձ, նամակները դեդ խոսքերով էիր սկսում, բալի շուրթերով իմ հեքիաթը։ Մեկ-մեկ տանը հիշել ենք, ծիծաղել, Սիմոնն էլ լսել է ու հասկանում ես հիմա ինչ-որ Վիկտորիայի նամակ է գրում։ Մեր տղան սիրահարվել է Սեթրակ։ Հե, դա ինչ սեր է, որ սեփական սրտի խոսքը չունի։ Ինչ-որ մեկը մեր տղային խելքից հանել է, ինչ ասեմ։ Շնորհակալություն։
Մամա։ Մամա։ Գալիս եմ։ Իմ մամասուր է։ Մամ։ Գալիս եմ, գալիս։ Անվենք, հա։ Քերիսա Թիմանիչ, դու էստեղ ես ապրում։ Հա, էստեղ եմ ապրում։ Դես թե այստեղ ինչեր կան։ Այս բոլորը քոնն է։ Դե գնա։ Գնա խաղ։ Էլի բան կա քեզ համար։ Վատ եք զգում դες։ Ոչինչ է Սիմոնիչ, կանցնի։ Ես ինձ մեծ աղջիկ եմ, Խմեք, սա ձեզ կօգնի։ Շնորհակալ եմ։ Խոսեցի Սիմոնի հետ։ Ես էլ Սիմոնիչ, եթե ես չշտապեի։ Շատ վատ խոսեցի։ Հա, դե լավ։ Եկեք մի բան ուտենք, հա։ Քիչ առաջ ենք նախաճաշել։ Ոչինչ, խնդրեմ։ Դե որ այդպես է ես կպատրաստեմ։ Ես այս տունը լավ գիտեմ։ Արդյոք դու այստեղ նստիր։ Սուսանա, եթե դու ճաշիկը չուտես, ես քեզ կպատրեմ։ Հավանեցի տիկնիկին։ Շատ հավանեց։ Քերեսը Թիմանիչ, շատ այն ժամանակ առաջ դու ինձ մեր տուն չէիր գալիս։ Հիմա որ մեր տուն կաս, ես իմ տիկնիկները քեզ ցույց կտամ, հա։ Ես շատ տիկնիկներ ունեմ։ Իմ հորեղբայրկիմը ինձ շատ է բերում տիկնիկներ։ Դուք իմ հորեղբորը ճանաչում եք։ Կիմը իմ հորեղբայրն է, ճանաչում եք։ Հա։ Կիմը։ Ես շատ լավ հորեղբայր ունեմ, ճանաչում եք։ Վայ։ Մոռացել են անցյալս, ինչ ամոթ, թե ինչ հերոս էի ես։ Թողեք այդ երեխուն ինձ, գնացեք։ Գնացեք։ Ուզում եք ամուսնացեք, ուզում եք գլուխներդ պատով տվեք։ Ժամանակ չունեմ։ Здравствуйте. В областных центрах нашей страны проходит торжественное заседание, посвященное 25-летию освоения целинных и залежных земель. Сегодня в собрании состоялись их участники в приветственных письмах, направленных Леониду Ильичу Брежневу, обязались... Քերեսը Թիմանիչ, դու հիմա տխուր ես, թե մտածում ես։ Չէ, տխուր չեմ։ Դու մտածում ես, քեզ չխանգարեմ։ Չէ, դու ինչ ես խանգարում, Դու ինձ մի ասա քերի։ Ասա պապիկ։ Քերի Սեթիմոնիչ պապիկ։ Չէ, ասա պապիկ։ Սեթիմոնիչ պապիկ։
Ասա պապիկ։ Քերիս Սիմոնիչ պապիկ։ 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 Հա։ Մամա։ Մի բան եմ քեզ ուզում ասել, մամ։ Ասա բալիկ ջան։ Մամա, ինքը ասեց, որ ես էլ իրան չասեմ, քերիս Սիմոնիչ, ինքը ասեց, որ ես իրան ասեմ պապիկ։ Սետ Սիմոնիչ ասա։ Հա։ Музыкальная прогулка по Братиславе. Դու էլ ասա պապիկ։ Պապիկ։ Պապիկ, 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 պապիկ։ Պապիկ։ Հայրիկ, ես քաշքշուկից իմ զահլեն արդեն գնաց, դե չգիտեմ ինչու երես ես դարձնում ինձանից։ Ինչու է եկել նստել մեր տանը, ինչու։ Մեր երեխան եմ, չէ մի։ Հիմա ես քեզ կասեմ ամբողջ ճշմարտությունը։ Դոնարան, Վիկտորիայի երեխան չէ։ Դա վերցրած երեխա է։ Դու ինձ հասկացար։ Այո, Սետ Սիմոնիչ, Դոնարան իմ երեխան չէ։ Ես ձեզ ամեն ինչ կպատմեմ։ Գնանք։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Ոչ խանգարեցին։ Արի։ 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 Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Իզուր բաներ եք անում, իզուր։ Դե գիտենք տանդ ամեն ինչ էլ ունես, ասում է հայ մարդ ենք, դադար ձերով ոնց գնանք։ Ուй։ Իսով է։ Բարև ձեզ։ Համեցեք։ Բա էդ ով է։ Հարսս է։ Ով է։ Հարսս, համեցեք։ Յո, արյանցի։ Համեցեք։ Խնդրեմ։ Յա ուր ես գնում։ Սետրակ հարսը կանի։ Յա հարսը կանի Սետրակ։ Մամա, այն դադան քեզ հարս է ասում։ Դու խոսքը չբացես, դու ինքս սկսի դու կամա։ Ես հո երեխա չեմ։ Յա արի։ Մենք էլ սենց անկոչյուրի պես ներս ենք ընկել։ Դու զոս Բենո, դու դեռ լեզու ունես, խոսում ես։ Ախպեր, ես լռում եմ, ես էլ չեմ խոսա։ Լավ ես դու իր մնացել Բարոյանին պաշտպանես։ Բա, սա է, չէ, Խոհազարյանին։ Բայ։ Ես ինչ լավ տղա է։ Աղջիկ է տղա չի։ Սետրակ։ Լավ, քեզ ինչ եղավ։ Ազարից մի անգամ հանդիպել ենք։ Սիրում եմ գիտես ես ռայդ խմելը։ Սետրակի հետ կարելի է խմել։ Ես մարդու հետ լավ է խմվում։
Սա սիրում է խմել անվերջ, խմել համով։ Այդ շնորհքի նշանա։ Բա, այս իմիկվանների նման չի, Բենո ջան, չնեղանաս։ Չէ, ասա։ Հա։ Այս իմիկվանները էշկերա չոշ մեծացած։ Կենացդ։ Եղբայրին Կենացդ ծետրակ ջան, բա, վայ, Հարժան, ես ներողություն եմ խնդրում, բայց կարծում եմ, որ իմ ընկերոջ հարսին ես կարող եմ հարս անվանել։ Հարժան, այս բոլորի համար շատ շնորհակալություն, բայց ավելի շնորհակալ կլինենք, եթե դու մեզ հարգես քո գեղեցիկ ներկայությամբ։ Ես գործ ունեմ։ Ինչ ասես։ Ասма գործ ունեմ։ Չէ, Հարժան, ես Կոսկեսարիդ հետ ինչեր եմ տեսել ֆրոնտում։ Միասին նայել ենք նույն Ֆերդինանդի երախին։ Գիտես Ֆերդինանդ ինչ բան է բարիք ջան, թնդանոթ է, այսպիսի մեծ երախ ունի, կանգնում է ու ոնց որ երեսիդ հազա, տումբ տուն չկա, տումբ շենք չկա, տումբ ծառ չկա, տումբ ոչինչ չկա։ Դե լավ չխմեք։ Ջերես բասի, հələ ոնց երեսից նայում է բում։ Ոնց երեսից նայում է բարիք ջան։ Բան է իր ասում։ Էլ ինչ ասեմ։ Այս մարդը Ազգիչ մարդ, մի ոչխար, չնեղանաս Բենո ջան։ Ասա։ Բարի, հավատացող, պարզամի։ Ըստ ես զարմանում եմ, Բենիկ ջան, քեզ ոնց են վստահել այդ պաշտոնը։ Ինչ ասեմ, չնեղանաս Բենիկ ջան, ես հորդել եմ։ Մի սարսաղի մեկը։ Քիչ մնաց հոգեկան հիվանդել հանես։ Դու բա հոգեկան հիվանդ ես, Բենիկ ջան, բա ինչ ես։ Ոչ տակտ։ Ոչ մարդկանց հետ վարվելու շնորհք։ Աշխարհը քեզնով է սկսել, քեզնով է վերջանում Բենիկ ջան։ Ոչ կարելի այդպես կացինով աշխատել։ Դու քեզ ում է թույլ տվել, որ դու վերցնես բարոյանի պաշտպանելու համար են Ղազարյանին արկել ես, որ մասնակցի ստուգումներին։ Ինչպես թե։ Յա։ Բա։ Դու ես հացը վկաս, Զեդրակ ջան։ Յա։ Ասա ինչ գործ ունես։ Չեմ ուզում սրա մոտ ասեմ, չեմ ուզում։ Դու են Ղազարյանը։ Մարդ չի։ Դուսուս Բենիկ, մարդ չի։ Այ են ջահելը։ Վարդանը, այ մարդ։ Մարդը մի սխալ էր թույլ տվել։ Բենիկը սբացատրեց։ Սոտեղն ու տեղը վերցրեց ու իր սխալն ընդունեց։ Բոբ։ Դե լավ, խմենք։ Չես սպասի Բենիկ ջան։ Բենիկ ջան, դու չվիրավորվես։ Ասա։ Դու շատ միամիտ տղա ես։ Ես ես մարդուն թող բացատրեմ։ Բենիկիս եղբոր կինը։ Աշխեն Սերգեևնան։ Ղազարյանի տղային կտրել էր այդ։ Մաթեմատիկա։ Է մարդեր վրեժ լուծում էլի։ Փաստորեն վրեժ լուծում է։ Բահու։ Մի բան եմ ուզում խնդրել։ Ասա, Սետրակ ջան, բայց մենք որոր վաղ բերնենք։ Երկուստ էլ վեր կացեք ու գնացեք։ Գնացեք։ Բահու։ Գնացեք։ Այ մարդը տեղում է։ Ցտեսություն։ Ես քեզ մի բան եմ ուզում։ Սետրակ, ես քեզ հետ խոսում եմ, Ես դու են լակոտի մոտ ինձ հարցնել, դու ինձ պետք է պատասխանես։ Ես գնամ տաքսի վերցնեմ։ Մենք գնանք։ Դոնարանուրը։ Քնեց։
Չղայնացած եք, Սետ Սիմոնի։ Չղայնացած եք։ Չէ, չղայնացած չեմ, ես հանգիստ եմ, ես ինձ զգում եմ 7-րդ երկնքում։ Դե պատմեք, ինչպես եք սիրաբանել Սիմոնի հետ, պատմեք։ Ում երեխան է Դոնարան։ Ինչու ես եկել։ Մի րոպե, Վիկտորիա։ Դու էստեղ սպասիր։ Վիկտոր ջան, այս աղջիկը, ես մի ընկեր ունեմ նրա հետ սիրաբանել են, թե ինչ կարճացած երեխան փորձանքի մեջ անգել։ Դու որպես 100 տարի է չենք տեսնվել։ Ես գիշերին հայտնվում ես ինչ-որ աղջկա հետ, ինչ-որ ընկեր։ Թող ընկերդ վերցնի ամուսնանա սրա հետ։ Վայ, չէ, Վիկտոր ջան, նա եղբայրներ ունի։ Իսկական առնախում տղաներ են ինձ մոտ են աշխատում։ Նրանց բան հասկացնել կլինի։ Անունդ ինչ է։ Լուսիկ։ Ահա եւ քեզ, Լուսիկ։ Եկել ես քաջագործություններդ ես պատմում։ Իսկ դու սրան բացատրել, սովորեցրել, հասկացրել ես, թե ինչ է նշանակում ման գալ։ Չարաճճի, անմեղ երեխա։ Իսկ չես ուզում ինձ հետ էլի մի քիչ ման գալ։ Ազատ, մենակ կին եմ, էլ աղջիկ չեմ չվախենաս։ Դե ման արի հետս։ Վատն եմ, հա։ Լավ նայիր, տես ինչ լավն եմ։ Դե ման արի հետս, ման արի։ Դե ման արի հետս, ման արի։ Ման արի հետս, ման արի։ Կործանվում եմ, Վիկտոր։ Եթե տեսներ սրա աղբերներին, իսկական առնախում մարդիկ են։ Հերնել գազանի մեկը։ Վիկտոր, խնդրում եմ, դե լավ թող ինձ սպանեն։ Ինչ կստացվի դրանից։ Կհայտարակվենք բոլորս։ Դու հերս, այս աղջկան էլ կրան կսպանեն։ Վիկտոր։ Բրկիր ինձ, Վիկտոր։ Քեզանից հարազատ մարդ չունեմ։ Բժիշկն ասաց, մի խոսքով արդեն ուշ է պետք է ծնի։ Սա իմ գործարանում է աշխատում։ Միջինաշայում կոլեգաներ ունեմ, ձեզ կօգնեն։ Այնտեղ էլ կծննդաբերի։ Վիկտոր, մանկատուն երեխային կհանձնենք, մենք հոգազան չենք, որ թողնենք այս աղջիկը կործանվի։ Վիկտոր, փրկիր ինձ, քեզանից բացի ես հարազատ մարդ չունեմ, քեզանից բացի էլ ում կարող է վստահել։ Երկուսիդ էլ երկարատև գործուղուն կձևակերպեմ, Վիկտոր ջան, ամեն ինչ կանեմ։ Հորեսս փող վերցրեցի, տվեց ես քիչ արդեն ինչի եմ արեմ ուզում։ Ինչ ես անում։ Սատականım seni kıtlı yalnız kal. Osmanlılar ben seni kıtlı kıttan kısat katsın. Gıdak yıktı.
Չէ, էս Սիմոնիչ, քնած չեմ։ Լուսացել է։ Հա, լուսացել է։ Լյուզյան փախել էր։ Երկտողում խնդրել էր երեխային անձնել մանկատուն որպես ընկեցիկ։ Սիմոնի գոլեգաներն ինձ շատ օգնեցին։ Պաշտոնը լավ բան է, ուժը լավ բան է, ծանոթությունը լավ բան է։ Մի որոշ ժամանակ անց երեխային ձևակերպեցին ինձ վրա։ Եվ ես միայնակ մայր դարձա, թե ինչ։ Երբ ձեր ընտանիքը մայր կորցրեց, այդ օրերին ոչ ոք չնկատեց, որ ես էլ զրկվեցի մայրությունից դժբախտաբար ընդմիշտ։ Հա, ինչու միայնակ մայր, չկա կենդանիների մեջ։ Սիմոնիչ, ես հիվանդ եմ։ Բուժվեք, հիվանդ եք, բուժվեք։ Ես հիվանդ եմ անբուժելի։ Ես ռակ ունեմ, իմ օրերը հաշված են։ Ինչ ասացիք։ Հա։ Ես ռակ ունեմ։ Հիմա հասկանում եք, թե ինչու այսքան տարի լռելուց հետո։ Ախր ես Դոնարայի կյանքի ամեն մի վայրկյանի համար կռիվ եմ տվել։ Ես նրան կատ չեմ տվել, կյանք, արյուն եմ տվել։ Ես Դոնարայից չեմ կարող բաժանվել։ Դոնարան իմն է, բայց ես ժամանակ չունեմ։ Իմ ժամանակը սպառվեց։ Պապիկ։
Չի կարելի, չի կարելի։ Բա ինչ ես ման գալի։ Մոռացել էի, որ չի կարելի։ Մի մոռացի։ Գնանք։ Գնանք լվացենք։ Գոնե չիմանար իր վիճակի ծանրությունը։ Կրթված խելացի Վանդը բժշկի համար գլխացավանք է։ Կարդացել է ինչ որ պետք է, ավելի ճիշտ ինչ որ պետք չէ, ասում է։ Տեսյուն պրոֆեսոր։ Ներեցեք։ Այդ երիտասարդ տիկինը Վիկտորիան։ Ասաց, որ աշխարհում մենակ է, որ միակ հարազատը իր 5 տարեկան աղջիկն է, որ ճշմարտությունը իրեն շատ է հարկավոր, որպեսզի իմանա իրեն ինչքան է մնացել։ Ասում էր, պետք է անպայման իր միակ թանկագին հարազատի բախտը տնօրինի։ Ինչ իմանաս, ավելի լավ չէ այսպիսի դեպքերում ճշմարտություն ասել, չխաբել։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, ընկեր Բարոյան։ Իր մոտ է։ Սիմոն Սետրակովիչը մինիստրությունում է։ Ձեր գործարանում Լյուսի անունով մի աղջիկ է աշխատում, կանչեք խնդրում եմ։ Այս րոպեիս։ Ասացեք Բարոյանն է կանչում։ Ինձ ընկեր Բարոյանն է կանչել։ Ես եմ ձեզ կանչել։ Ես էլ եմ Բարոյան։ Սովորական մարդ եք։ Ինչ ասեմ։ Սովորական մարդ։ Հայրիկ, ես ոնց եղավ, որ հիշեցիր ինձ։ Կանգնիր, կանգնիր ասում եմ։ Դու ֆենոմենալ սրիկա ես, Սիմոն, ֆենոմենալ։ Ես տեսա այդ աղջկան, դա պաթոլոգիա է, Սիմոն։ Դու բարոյապես հոգեբետ։ Վտանգավոր մարդ ես, Սիմոն, քեզ պետք է մեկուսացնել, քեզ պետք է մեկուսացնել, քեզ պետք է մեկուսացնել, դու սրիկա ես, սրիկա ես, սրիկա ես, թող ասում։ Լավ, եթե ես հանցագործ եմ, ուրեմն մենք միասին պետք է պատասխան տանք։ Չէ որ քո զավակները, քո պտուղներն են, դու ես ծնել, սնել, դաստիարակել։ Պաթոլոգիան դա ձեր գրոյի չէ, դա արյան մեջ է նստած, սերունդի սերունդ։ Եթե թեկուս ես հարցով ինձ մերկացնեն, հուպ տան, պարճական հարցս քննեն, քո կարծիքով ինչ պետք է անեմ։ Ոչինչ, էլի դու պիտի անես։ Դու կարող ես չիմանաս, որ անում ես, բայց կանես։ Որովհետև դու ինձ հարազատ համարես, թե չէ, ուրիշները հո գիտեն, որ ես քո տղան եմ։ Ինձանով զբաղողները պետք է ասեն, սա նկատի ունեցեք ազնիվ, հերոս, Բարոյանի տղան է։ Խնայենք։ Բենյամին Սերգեյիչը կարգադրեց փաստաթղթերը վերադարձնել։ Շուտով վերադասից կարգադրություն կստացվի, որ մեզ արգելում են ստուգումներ անցկացնել, որովհետև, չգիտեմ, ինչ մեղք ունեք դուք,
Ինչ մեղք ունեմ ես։ Վարդան։ Հա։ Ես ձեզ ազատում եմ ստուգումներից։ Կարող եք գնալ։ Ի։ Ինչ է կատարվում այստեղ։ Նամակներ են ստացվել ձեր մասին, Ղազարյանի մասին, իմ մոտ պատճեններն են կարդամ, քանի որ ձեր Ղազարյանի մասին գրածը ինձ է վերաբերում, լավ կլի բաց թողնեմ։ Ահա։ Կամ շիտակ եւ ազնիվ համարվող Բարոյանը բանակում ինտենդանտ ծառայելով գողացել է շարքային հերոսների օրաբաժինը։ Ես որտեղից է փչում։ Հա։ Բարոյանը աչքի ընկնում այլասերվածությամբ։ Այդ սետրակ Բարոյանի ընտանիքը անբարոյականության բուն է։ Կինը ամուսն ու արարքներին չդիմանալով վաղաժամ մեռավ, տղեն լքեց ընտանիքը, որից հետո հարսը չգիտեսումից երեխա բերեց։ Եվ հիմա այդ հարսը ապրում է Բարոյանի հետ։ Ես կարծում եմ մի հանձնաժողով պետք որ այս նամակը ստուգի, իսկ մինչև այդ ձեր այստեղ մնալը իզուր տեղը մարդկանց մտքերը պղտորում է։ Մեր հանձնախումբը ոչ մի տեղ չի գնա այստեղից։ Չի գնա։ Այստեղ ֆրոնտ չի ընկեր Բարոյան, որ ուրա գորաս ու վազես, ստեղ հարցերը բարդ են։ Այնց վերևից զանգ են տալի, ասում են Գասպարով, այս պատը մի ամսվա փոխարեն պիտի 7 օրում կանգնացնես, ոնց որ ուզում ես։ Լսում եք ընկեր Բարոյան, ոնց որ ուզում ես։ Ես էլ անում եմ, բարձրացնում եմ, աշխատավարձ եմ տալիս մի ամսվա, պրեմիա էլ դուրս եմ գրում, բա։ Բարոյանն է, Գևորգյանն եմ խնդրում։ Ներեցեք։ Թե չէ, ուրա։ Մեծ մարդ ես, ես քեզ տարական դասեր եմ տալիս։ Տականք։ Պաշոլ, պարազիտ։ Պապիկ, ես արդեն ճաշել եմ։ Տատիկն ինձ ասաց, որ ես փոքր եմ, կարող եմ շուտ ճաշել։ Առավոտյան գործս բրծա ուզում էի գնալ, հանկարծ վատ դարձավ։ Թեյ խմեցրի, գրել կադրեցի, պարկեցրի։ Հեռախոսով ինչ-որ մեկի հետ էր խոսում։ Խնդրում էր, որ իրեն հիվանդանոց տանեն։ Բարև։ Բարև։ Արի, արի։ Արի։ Նստի պա։ Օրվա մեջ դասից հետո 1-2 ժամ այստեղ աշխատում եմ։
Դժվար գործ չի։ Լավ էլ վճարում են։ Այս է արածս։ Զգուշ, մատներդ կջարդես։ Քո հետևից եմ եկել։ Բան ասի։ Ասում եմ քո հետևից եմ եկել։ Հակիր, դուրսը ծուրտ է։ Բան է պատահել։ Գնացինք։ Ոնց ես։ Լավ։ Այս տարի դոնարայցն ունդին գնացի, տանը չէին։ Երեխայի համար նվեր էի տարել, թողեցի հարևանի տանը։ Դոնարայցն ունդին։ Հալի, օգոստոսի 18-ին։ Գիմ։ Ինչպես ես։ Նա մի բան կեր ճանապարհից կախած։ Այն խոստացա տանեմ զբոսայգի։ Հանգստացեք։ Ջուր եռացրեք։ Հիմա։ Հանգստացեք։ Հորեղբայր, արի։ Այն կարմիրը, տեսնում ես, մենք նրանից չունենք։ Որոշել ենք ամուսնանալ։ Երջանկություն եմ ցանկանում։ Շնորհակալություն։ Ինչ լավն է։ Բարև։ Ինչ կա տանը։ Գիտես էլի։ Բարիք ջանանդ ինչպես է։ Ես Դոնարանն եմ։ Սա իմ հորեղբայրն է։ Մանկապարտեզ գնում ես։ Հա։ Ինչպես ես դիմավորում նոր տարի։ Դե լավ շարունակենք։ Չէ, մեկը չէ լավ։ Բարև Սեդրակ, կներես երևի անհարմար ժամանակ ենք եկել, սա իր պայ պատիժն արդեն ստացել է, ես օրեկուց սրան դատելու են,
Հիմա քեզ համար ինչ տարբերություն տեսան, որ հոդվածով կդատեն։ Սետրակ սա լկտիություն է արել, սա կեղտոտություն է արել, սա այլանդակություն է արել, դու մի արա, քեզ չիս ասի։ Մի մանրանա։ Ասում են քո եզրակացության մեջ մի կետ կա, եթե փոխես 3-ից 8 տարվա տարբերություն կա։ Ինչ ասեմ։ Ընտանիք ունի, կին ունի, երեխաներ ունի։ Վայ։ Բարև քերը Բագրատ։ Վայ Սետրակ, սա կիմն է։ Ես չի կանում։ Խոսում ենք, գնա։ Սետրակ, սա կիմն է։ Բենիկը։ Սա է Բենիկը։ Դու ես Բենիկը։ Բենիկը դու ես։ Բենիկը դու ես։ Քերը Բագրատ, էդ դու ես։ Միշտ հիշում եմ ինչպես հորս այդ նարդի էի խաղում, մենք էլ փոքր էինք, վազվզում էինք, չարություն էինք անում։ Հիշում ես։ Միշտ ասում էիր Աստված չանի նորից պատերազմ սկսվի, սրանց վրա հույս պիտի դնենք։ Հիշում ես։ Պատմում էիր ոնց է կռվել ու ջարդել։ Սրանց էլ լավ կռիվ։ Բասը կռիվ չի ինչա։ Էացիս դու էլի քերը Բագրատ։ Ուզում եմ տեսնեմ, սովորեմ, իմանամ։ Ներս գնա։ Տեսնում ես, խոսում ենք։ Գնա։ Ես կնաց։ Բա այդտենց են խոսում, հա։ Պարասիտ։ Իշտ մորանում եմ քեզ մի բան պատմել, Վիկտոր։ Մի անգամ ազնիվը ձեռքին մի նամակ եկավ, ես ինչ-որ գործ էի անում, ասում է. Լսում ես, Վիկտոր։ Սիմոնի նամակն էր սկսում էր այսպիսի խոսքերով, բալի շուրթերով, իմ հեքիաթ։ Ազնիվը կարդում է, ես ոչինչ չեմ հասկանում։ Ազնիվը ասում է, այ մարդ տեսնում ես ինչպիսին է լինում իսկական սերը, դու էլ կասես, թե մի ժամանակ սիրել ես ինձ։ Եթե սիրեիր, այ այսպիսի սրտի խոսքեր կգրեիր, բալի շուրթերով իմ հեքիաթ,
Ես ասում եմ այգնիկ, այդպիսի բառեր գրելու համար ժամանակ ունեցել եմ։ Չեմ հասկանում, ինչ իմաստ ունի այսպիսի մի տեղ պտղատու ծառ տնկել։ Ես էլ չեմ հասկանում։ Մի բան, որ այստեղ ոչ ոք դրա պտուղներից չի օգտվում։ Գիտես, երբ պտղատու ծառի բերքը չեն հավաքում, ծառը հետզհետե պակասեցնում է բերքը, ի վերջո բոլորովին բերք չի տալիս։